Լեզվի թագավորությունում ապրում էր հզոր գոյականը, որը կառավարում էր բոլոր նյութական և ոչ նյութական իրերն ու հասկացությունները։ Գոյականի ամրոցն ուներ 7 մուտքի դռներ, որոնք ներկայացնում էին նրա 7 հոլովները։ Երբ գոյականը դուրս էր գալիս այդ դռներից, նախադասության մեջ գործածվելու համար, նա կրում էր հատուկ վերջավորություններ։ Ածականը գոյականի մշտական ուղեկիցն ու ընկերն էր։ Ածականը միշտ ցույց էր տալիս, թե ինչպիսին է գոյականը, սակայն ածականը տխուր էր, որովհետև նա մնում էր անհոլով։ Ինչ դռնով էլ գոյականը դուրս գար, ածականը մնում էր անփոփոխ ու չէր կրում ոչ մի վերջավորություն։ Ածականը գնաց հոլով ոսկերիչի մոտ, խնդրելով նրանից հոլովական կնիքներ ստանալ։ Մեծարգո ոսկերիչ, ինչպե՞ս կարող եմ ես ունենալ այդ կնիքները։ Դու կարող ես դառնալ հոլովող, եթե դու դադարես լինել որոշիչ և ինքդ քեզ վրա վերցնես գոյականի դերը։ Ի՞նչ պետք է անեմ, որ ես էլ կարողանամ հոլովել։ Դու պետք է քո կողքից բաց թողնես գոյականին։ Միայն երբ դու կանգնես նրա տեղը, դու կդառնաս գոյականաբար գործածվող ածական։ Այդ ժամանակ դու կստանաս գոյականի բոլոր իրավունքները և կստանաս իմ կնիքները։ Եվ ահա, ածականը սովորեց իր անկախության գաղտնիքը։ Երբ նա ուզում էր խոսել միայն հատկանիշի կրողի մասին, առանց գոյականը նշելու, նա դուրս էր գալիս գոյականի 7 դռներից, վերցնելով գոյականի կնիքները։ Շնորհակալություն լսելու համար, ձեզ հետ էր Անի Ադամյանը։